keynote address by His Excellency Emmanuel Macron, President of the French Republic. Riders on the storm. Riders on the storm. Monsieur le Président, Մեծարգո պարոն Monsieur le Premier նախագահ, ministre, մեծարգո Monsieur պարոն le Président du վարչապետ, Parlement, ազգային ժողովի մեծարգո նախագահ, Secrétaire général, տիկնայք եւ պարոնայք նախարարներ, գլխավոր քարտուղարներ, տիկնայք եւ պարոնայք դեսպաններ, խորհրդարանականներ, grades et qualités, տիկնայք եւ պարոնայք։ tout a été dit. Ամեն ինչ արդեն ասվեց։ Je vais essayer d'aller droit au but. Ես parce que կփորձեմ կիրճ խոսել, քանի որ speak briefly, նախարարը եւ վարչապետը because the Minister of Foreign Affairs and the Prime Minister eloquently described all միավորում են այս համաժողովի շրջանակներում եւ չեմ the ցանկանում key դրանք problems that bring us together in this forum, and I would not like to repeat them. Կարծում եմ, որ այս երկու օրը, որ վկայում Mr. Prime են, Minister, these 2 days իրականում սա Հայաստանի պահն է։ illustrate this is really the moment of Armenia. Երեք երբ ես ելույթ էի ունենում Yesterday, ֆրանսիական համայնքի I was առջև, speaking ասում in էի, որ front ով of կարող էր պատկերացնել, the որ French 8 community. I տարի said, առաջ, who could որ 4 imagine տարի that առաջ 8 years ago, հնարավոր 4 years կլիներ, ago, it would have been possible հավաքվել այստեղ to come together here in Yerevan եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում as part of the European 40 political տարբեր community պետությունների with ղեկավարների 40 different մասնակցությամբ heads of state and Եվրոպական governments միության եւ Հայաստանի միջև գագաթնաժողովի շրջանակում as a շատ part քիչ of a էր summit between Armenia and the EU. Very few really could imagine that. Եվ ինչ որ մի բան փոխվել է And something has եւ changed ձեր երկիրը, որը in your country, 2020 թվականի աշնանը which in the fall of 2020 experienced the war we all remember, ծայրահեղ հետևանքներ that had ունեցավ։ extremely grave consequences. Ակնհայտ է, որ ինչ որ մի բան վերափոխվել It's է։ obvious that something has transformed here. ce que nous vivons là, c'est ce moment Այս պահը, որ մենք հիմա ապրում ենք, ինչպես This ասեմ, ասի, moment սա Հայաստանի vient պահն է sceller եւ tout un chemin que vous այս avez ouvert, պահը ճանապարհ է ce qui est d'ores et բացում։ déjà une réussite. D'abord un chemin de paix, vous l'avez Առաջինը խաղաղության ճանապարհ, դուք շատ լավ նկարագրեցիք, չեմ ուզում նորից անդրադառնալ, բայց դուք իրապես d'avoir ce courage, cette audace, որոշեցիք, ունեցաք այդ խիզախությունը, խաղաղություն հաստատել, այսինքն գտնել այն ուղիները, որոնք հարկավոր են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար։ Եվ 22 թվականի Պրահայի գագաթնաժողովը, ինչպես Վաշինգտոնում նաև գագաթնաժողովը եկան եզրափակելու վերջնականապես այս խաղաղությունը, ինչպես ես ասացի, սա խիզախ եւ անհրաժեշտ որոշում էր եւ այս որոշումը նաև ամրապնդեց եւ բերեց բարգավաճություն, երբ ես նայում եմ անցած 8 տարիները Հայաստանում միջին աճը կազմում է 6%։ Այսինքն այս վերջին 2 տարիներին ավելի է մեծացել, սա արդեն տպավորիչ ցուցանիշ է, որը ցույց է տալիս ձեր մոդելի օրինակը եւ դուք շատ լավ նկարագրեցիք քիչ առաջ այդ առաքինի օրինակը խաղաղության եւ բարգավաճության համար եւ այս ամենը մի քանի տարի է արդեն զարգանում է։ et donc oui, nous avons un moment arménien, ce qui Իրապես սա Հայաստանի պահն է, որովհետև այստեղ Հայաստանում են եվրոպացիները քննարկումներ անցկացնում, քանի որ դուք եք կազմակերպել եւ հյուրընկալել 8-րդ գագաթնաժողովը եվրոպական քաղաքական համայնքի եւ այսօր առավոտյան Եվրոմիության եւ Հայաստանի միջև գագաթնաժողովը նույնպես քննարկեց մի շարք կարևոր ծրագրեր, որոնք խոստանում են զարգացում, ենթակառուցվածքների ոլորտում, ներդրումներ, անվտանգության ոլորտում եւ այլն։ est en train de se passer Եվ այսօր այնիշ տեղի ունենում ձեր երկրում կարելի է ասել շատերը չէին սպասում նման պահի եւ դուք կարողացաք մեկնարկել այս ամենը մեծ խիզախությամբ վերջին տարիներին եւ սա խորապես հոխում եւ մեծ հաջողություններ եւ հնարավորություններ է ընձեռում Հայաստանին։ Ես նաեւ կցանկանայի, որպիսի այս հայաստանյան պահը ուղեկցվեր նաեւ կովկասյան պահով։ Եվ կարծում եմ սա է այսօր հիմնական մեր մարտահրավերը։ j'ai pour cette région deux convictions.
Երկու համոզմունք ունեմ այս տարածաշրջանի վերաբերյալ։ Առաջինը, Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են կարծես ավար կամ մրցանակ, միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։ Երկրորդ համոզմունքը Հարավային Կովկասը կարող է վերականգնել, այ քարտեզը շատ լավ ցույց էր տալիս իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արևելքի միջև։ Եվ Հարավային Կովկասում հնարավորությունները իրոք ընձեռում են հնարավորություն լինել խաչմերուկ այս տարածաշրջանում։ Լինել այդ միջին միջանցքը եւ սա ենթադրում է, որ պետք է սահմանները բացել։ Եվ ինչու եմ այդպես ձգտում, ես ցանկանում եմ, որպեսզի հարևաններ դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես որ դուք, եւ ձեզ ուղեկցեն այս խաղաղության, ժողովրդավարության եւ բարգավաճության ճանապարհին։ Եւ որպեսզի բոլոր սահմանները բացվեն եւ բացվեն ամբողջովին, այս տարածաշրջանը շատ հաճախ քիչ է նկատվում դրսից, շատ հաճախ եւ երկար ժամանակ հերմետիկ ձևով փակ է եղել եւ ինչպես ասում էր Թուրքիայի հայազգի երջանկահիշատակ լրագրող Հրանտ Դինքը, պետք է կոտրել այն կողպեքները, որոնք մոտ ժողովուրդներին դարձնում են հեռավոր հարևաններ։ Եվ հենց դա պետք է արվի, որպեսզի Կովկասի պահը գա, որպեսզի սահմանները բացվեն։ Եվ իրականում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները բացվեն եւ որպեսզի չլինի որևէ սահմանափակում Վրաստանի հետ։ Սա է մեր համոզմունքը, սա պետք է լինի Եվրոպայի հանձնառությունը եւ նաեւ հանձնառությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության, որը շատ գործողություններ է իրականացնում Հայաստանում եւ մոտարապես 4 միլիարդ եվրոյի ներդրումներ են իրականացվել Կովկասում։ Ես ցանկանում եմ նաեւ ողջունել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ապրանքաշրջանառության սահմանափակումների վերացումը եւ հաղորդակցությունների աստիճանական վերականգնումը, բայց սա ընդհանրապես սկիզբն է։ Մենք նաեւ ողջունեցինք Թուրքիայի եւ Հայաստանի սահմանների բացումը Սիրիայից փախստականների կամ հումանիտար օգնության տեղափոխման նպատակներով, բայց սա առաջին ազդակն էր եւ մենք տեսանք, թե ինչքան կարեւոր է, որ սահմանների բացումը լինի լիարժեք, որպեսզի այս կովկասյան պահը իրականություն դառնա։ Եվ որպեսզի ձեր երկիրը եւ ողջ տարածաշրջանը դառնան միջին արևելքի, կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկը, եւ սա թույլ կտա ուրեմն օգտվել այն բոլոր տնտեսական հնարավորություններից եւ ստեղծել խաղաղության ճանապարհ եւ ոչ թե տարբեր կայսրությունների, խնդիրների եւ մարտահրավերների ճանապարհ։ Եվ այդ է պատճառով ես ցանկանում եմ այսօր ողջունել Հայաստանի ջանքերը եւ Ֆրանսիան հավատում է դրան։ Ֆրանսիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին, այսինքն Հայաստանը հենց առանցքային այն հիմքն է դրել ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար, ամբողջ տարածաշրջանի հույսի համար։ Շատերը երկար ժամանակ մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը միայն հնարավոր է Ռուսաստանի հովանավոր թևի ներքո։ 2020 թվականի պատերազմը, այն ինչ որ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորությունը չէ, ինչպիսին որ շատերը պատկերացնում էին։ Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին եւ հասկացանք, որ այդ երազանքները իրականություն չեն եւ բոլորը կարծես սովորել էին, որ նա պետք է լինի տարածաշրջանում հովանավորը, որովհետեւ Հարավային Կովկասը կարծես պետք է միշտ պաշտպանվի ինչ որ մեկի կողմից։
Իսկ Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ կա ժողովրդավարական ճանապարհ, որը որ դուք սկսել եք հենց 2018 թվականից, այսինքն խաղաղությունը, որ ընտրել եք, իրատեսական է, եւ որ դուք դրա դերակատարն եք, եւ որ բարգավաճությունը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության։ Երեք այս վերջին տարիների ընթացքում դուք ապացուցել եք այս փաստը, եւ հարկավոր է, որպեսզի ամբողջ տարածաշրջանը հետևի ձեզ եւ սահմանները բացվեն եւ հնարավոր լինի արդեն տարբեր երկրների միջև հաստատել խաղաղ հարաբերություններ եւ որպեսզի լինի այդ շփումը, այդ միջանցքը Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Մերձավոր Արևելքի միջև եւ դրա համար կցանկանայի եզրակացնել Հայաստանի եւ Հարավային Կովկասի մասին խոսելուց հետո ասեմ, որ ես խորապես համոզված եմ, որ Հայաստան ունի եվրոպական կոչում, եվրոպական ճակատագիր, նույնը հավատում եմ նաեւ Վրաստանի մասով եւ Ադրբեջանը իհարկե չունի նույն հանձնառությունը ինչպես Վրաստանը կամ Հայաստանը, բայց ինչու եմ ես ավելի հավատում Հայաստանի դեպքում օրինակ պատմության մասով այսօր առավոտյան մենք ուրեմն այցելեցինք Մատենադարան, ընդամենը պետք է նայել ձեր լեզուն, ձեր մշակույթը, որ տեսնել թե ինչպիսի դուք եվրոպական խորը ուղի ունեք, որովհետև Պարոն նախարար, դուք շատ լավ նկարագրեցիք քիչ առաջ, այնինչ Եվրոպան տվել է աշխարհին, կապում է մեզ եւ ձեզ միասին խորը կապերով։ Եվ այս պահին եկել է այդ պահը թե Հայաստանի եւ թե Հարավային Կովկասի համար։ Մեր Եվրոպան նույնիսկ ամենաարևմտյան հատվածը վերապրել է այն, ինչ որ Հարավային Կովկասում է տեղի ունեցել, կայսրությունների հակամարտություններ, դարերի ընթացքում մենք եղել ենք քաղաքացիական պատերազմների մասնագետներ, ինչպես ժամանակին ասում էին կայսրությունների միջով եվրոպացիները մի կայսրությունից մյուս կայսրությունն էին փոխանցվում, սկսած Հռոմից մինչև ամենաանտիկ ժամանակաշրջանները, մինչև Նապոլեոն, մինչև 20-րդ դարի ամենաողբերգական էջերը, այսինքն մինչև 1945 թվականը եղել են այսպիսի կայսրությունների տարածաշրջանային հակամարտությունների առանցքում եւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս ամենից հետո մենք ստեղծեցինք այդ առանձնահատուկ քաղաքական այս մոդելը, այսինքն տարածքային ինքնիշխանություն, ազգային ինքնիշխանություն, այսինքն մենք ստեղծեցինք մի մոդել, որը թույլ է տալիս հարգել միմյանց եւ հաստատել կայուն խաղաղություն։ Սա է Եվրոպական միությունը, սա աշխարհաքաղաքական մի կառույց է, բացառիկ, որը թույլ չի տալիս այլևս այսպիսի դեգեմոնիալ կայսրությունների միջև հակամարտություններ։ Եվ կարելի ասել, որ Եվրոմիությունը ստեղծել է այս արժեքները, ասելով, որ մեր արժեքները, իրավական պետության արժեքները, որոնք մենք առաջ մոռացել էինք, հիմա մենք գտել ենք եւ մեզ համար դա պետք է դառնա կարծես մի խարտիա։ Սա մի գանձ է մեզ համար, իր խոստումը նա կատարել է եւ մենք արձանագրում ենք կայուն խաղաղություն երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո եւ այնուհետեւ մենք որոշել ենք ընդհանուր շուկա բացել Եվրոմիության համար եւ ես հուսով եմ, որ կունենանք նաեւ աշխարհաքաղաքական հզորություն եւ Եվրոպան պետք է լինի ոչ հեգեմոնիան, այսինքն հարգի յուրաքանչյուրին իր դնթով եւ իր դնթով նա կարելի ասել Հայաստանի դաշնակիցն է այն ճանապարհի համար, որ Հայաստանը իր համար ընտրել է։ Այն ինչ որ դուք հենց նոր նկարագրեցիք շատ լավ, պարոն նախարար,
Այսինքն չպետք է լինի որևիցե մեկ այլ տիրության թևի ներքո La puissance կամ d'une hégémonie d'un autre type. մեկ այլ տիրապետության ներքո, որոնք կարող են խոստանալ կարճաժամկետ խաղաղություն։ Պետք է շարունակել այդ ճանապարհը, ինչպես Եվրոպան դա արել է, եւ հաշվի առնել, հիմնվել հարգանքի վրա։ Եվ Tout le message de la communauté politique մենք միասին ինչ ենք կիսում, եւ սա հենց եվրոպական քաղաքական համայնքի ուղերձն է, եւ ես տեսնում եմ, որ դուք նույն պատմությունն եք գրում, եւ ես տեսնում եմ, որ դուք այնինչ դուք հիմա գրում եք որպես պատմություն, կապում է մեզ եւ ձեզ։ l'ordre international établi sur le respect des règles. Ինչ տեղի ունեցավ։ S'appuie sur le fait que dans beaucoup de nos Պետք է ամեն ինչ անել, որպեսզի բոլոր մեր երկրներում չլինի կասկած, թե ինչքանով է, ասենք, պետությանը, իրավական պետությունը ինչքանով ունի լեգիտիմություն։ et le commerce Եվ international remis en cause. միջազգային առևտուրը չպետք է կասկածի տակ դրվի, ասենք, չափազանց մեծ օգնություններով կամ կամայական ինչ որ սակագներով։ Croyez nos alliés. Նույնիսկ նրանք, ովքեր որ մեզ համարում էին դաշնակիցներ, նրանք ընտրեցին ամենաուժեղի օրենքը եւ ոչ թե միջազգային իրավունքը։ Այսօր մենք ինչ ունենք առաջարկելու մեզ եւ մեր աշխարհին նոր դաշնակցություն, նոր անկախ կոալիցիա, որը հավատում է միջազգային կարգին, օրենքների հարգանքին, իրավական պետությանը, ազատ եւ արդար առևտրին, La science, à la գիտահետազոտական ոլորտի, կլիմայի եւ ուրեմն առողջապահության հիմնախնդիրներին եւ նաեւ պաշտպանելու համար մեր ժողովրդավարությունները, մեր մամուլը, մեր համալսարանները։ 10 տարի առաջ այս ամենը ակնհայտ էր։ Այսօր ամեն ինչ կասկածի տակ է առնվում, բայց Europe. անհրաժեշտ է այս ամենը կառուցել ավելի ընդարձակ Եվրոպայի շուրջ, որն է եվրոպական քաղաքական համայնքը, եւ հենց այսօր դուք դա եք կատարում։ Եվ այդ իսկ պատճառով Հայաստանի պահը, որը ձեր պահն է, Հարավային Կովկասի պահը, որ ես ցանկանում եմ, ես խորապես համոզված եմ, որ կա նաև Եվրոպայի պահ, որը կառուցվում է, այսինքն աշխարհաքաղաքական նոր ուժ, որը հարգանք է ցուցաբերում, որը կանխատեսելի է եւ հիմնված է այս սկզբունքների վրա, որովհետեւ սրանք միակ սկզբունքներն են, որոնք ապահովում են խաղաղություն։ Il n'y a aucune paix qui puisse Հնարավոր չէ որևէ խաղաղություն որևէ մի երկրում, եթե այնտեղ ամենաուժեղն է թելադրում իր կամքը, եթե կան սպառնալիքներ, հների կամ այլի վերաբերյալ il n'y a aucune paix միջազգային կարգի խախտման դեպքում։ Այս դեպքում խաղաղություն հնարավոր չէ, le respect du droit international եթե մենք բացատրում ենք մեկին, որ Ուկրաինայի դեպքում օրինակ ասենք միջազգային իրավունքը շատ կարևոր է, բայց հետո շրջվում եւ նայում ենք թե ինչ է կատարվում միջին արևելքում։ Նման խաղաղությունը հնարավոր չէ երկարատև ձևով ապահովել։ Պետք է միայն այն խաղաղությունը, որը հիմնվում է բոլորի հարգանքի սկզբունքների վրա, այն ինչը մենք ստեղծել ենք 45 թվականին, այսինքն ՄԱԿ-ի խարտիայի շրջանակում, երբեմն հին գաղափարները ունեն իրենց իմաստը, որովհետև նրանք մեզ հիշեցնում են անցյալ դարերի քաոսը եւ արհավիրքները, եւ մենք ունենք իրավունք դիմակայելու պատմությունը եւ մենք պարտավոր ենք չմոռանալ, երբ որ վատ քամիները գալիս են մեր տարածաշրջան, մենք պետք է դիմակայենք։ Այդ իսկ պատճառով, պարոն վարչապետ, պարոն նախագահ, Տիկնակ եւ պարոնայք, շատ ուրախ եմ լինել ձեր կողքին այս երրորդ թողարկման շրջանակներում, ձեզ արտահայտելու համար իմ աջակցությունը եւ իմ վստահությունը այն ճանապարհի համար, որ Հայաստանը այսօր ընտրել է իր համար եւ որ Հարավային Կովկասը կհետևի ձեզ դեպի ժողովրդավարություն, խաղաղություն եւ բարգավաճություն։ Ես խորապես համոզված եմ, que l'avenir de votre pays որ ձեր երկրի, ձեր տարածաշրջանի ապագան կլինի հենց այդ ընդարձակ Եվրոպայի ապագան, որը կառուցվում է, de l'état de droit, այսինքն իրավական պետության, միջազգային իրավունքի, խաղաղության եւ ազատության Եվրոպա, որին մենք հավատում ենք
եւ որը հենց հիմնել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև դարավոր բարեկամությունը։ Շնորհակալություն։ Like a dog without a bone, an actor out alone, riders on the storm. There's a killer on the